Բարև, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Դավթյան, վերջին շրջանում մի քանի քննարկում է աչքովս ընկել հիմնականում ռուսաստանցիների քննարկման տիրույթում էր, որ Հայաստանում միգրացիոն կանոնները փոխվել են, որ վայ, վերջ, մեր վերջը եկավ, ինչի են անհանգստացել, այդքան ինչ է փոխվել։ Անկեղծ ասած չգիտեմ։ Իրականում այ որոշակի իրավակարգավորումներ փոխել ենք, որոնք դեռևս ուժի մեջ են մտնելու նոյեմբերի 1-ից ընթացիկ տարվա, այսինքն 11 ամիս, 10 ամիս առջևում կան, եւ շատ գլոբալ փոփոխություններ տեղի չեն ունեցել, ու իրականում ամենակիչը հենց առնչվում են մեր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող օտարերկրացիներին, ինչու, որովհետև իրենք ԵԱՏՄ անդամ պետության ներկայացուցիչ են եւ իրենց կարգավորումները այլ են, ըստ էության մենք այդ կարգավորումներին չենք կապել կամ գրեթե չենք փոփոխել դրանք։ Իսկ ինչի մասին է խոսքը, ես հիմա պարզաբան եմ։ Մենք հետեւյալ իրավիճակում ենք առհասարակ միգրացիայի կառավարման իմաստով, եթե մի քիչ գլոբալ ներկայացնեմ, թե ինչ process-ներ են տեղի ունենում այս պահին ծառայության տիրույթում կամ նախարարության տիրույթում, հետեւյալն է, մենք սրանք համարում ենք կարճաժամկետ կամ միջնաժամկետ լուծումներ եւ հիմնականում մեր օրենսդրական փոփոխությունները այս փուլում միտված են process-ները թվայնացնելուն։ Պարզապես քանի որ օրենք ենք փոխում եւ թվայնացումը ինքնին ենթադրում են նախապես շատ լավ վերլուծել ինստիտուտը միկրո բիզնես process-ների մակարդակում, մենք չենք կարող չնկատել եւ առիթից օգտվելով չվերացնել որոշակի դեֆորմացիաներ։ Այսինքն այս իրավակարգավորումը իմ նշած տրամաբանությամբ է։ Իսկ ամբողջական ինստիտուտի այսպես ասած վերանայում մենք կունենանք եւս 1 տարի անց, որովհետեւ այս տարի նաեւ զուգահեռաբար մշակում ենք միգրացիա եւ քաղաքացիության ռազմավարություն, այս երկարաժամկետ փաստաթուղթը մեզ հնարավորություն կտա առհասարակ ուրվագծել, թե մենք դեպի ուր ենք գնում, միգրացիայի կառավարման իմաստով ինչ տեսակի պետություն ենք ուզում լինել, հաշտն ենք, հաշտ չենք այն process-ների հետ, որոնց հիմականատես ենք լինում, եւ ինչպես կառավարել իմիգրացիան, որովհետեւ սա պետք է խոստովանենք, որ նոր կատեգորիա է մեր երկրում։ Այսինքն իմիգրացիոն հոսքերի հետ աշխատանքի մեծ փորձ չունենք, իմիգրացիոն հոսքերը կարգավորելու դիմակայուն ինստիտուտներ չունենք, դիցուկ չունենք պահման վայր, որտեղ օրինակ արտաքսման ենթակա օտարերկրացիները կբնակվեն, մինչև որ այդ արտաքսման հնարավորությունը կլինի։ Բայց կստեղծենք, որովհետև դա նաև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի պահանջ է եւ որոշակի աշխատանքներ այս իմաստով մեկնարկել են։ Գուցե մանրամասնեմ արդեն հարցերի ձևաչափով։ Տեսեք, ես ուզում եմ ընդհանրապես մի հարց ճշտեմ, եթե մենք չունենք կացարաններ, մարդին պետք է, ասենք, չգիտեմ, հետ ուղարկենք ինչ որ X երկիր, այդ մարդկանց հիմա որտեղ են պահում։ Մենք իրենց չենք զրկում ազատությունից, իրենք շարունակում են մնալ ազատության մեջ, բայց տուգանում ենք բացահայտելու դեպքում, տուգանքի թվերն էլ համաչափ չեն առհասարակ մեր իրավակարգավորումներին, իսկ վտարել, արտաքսել սրանք իհարկե տարբեր իրավական կատեգորիաներ են, ցանկալի է երևույթ անվանել հարկադիր վերադարձ դեպի իրենց մշտական բնակության կամ քաղաքացիության երկիր, այդ որոշումն էլ կայացվում է դատարանի միջոցով, ինչը կարծում ենք պետք է բերենք մեր դաշտ, այսինքն վարչարության արդյունքում մենք ինքներս որպես ոլորտի լիազոր մարմին այդ որոշումը կայացնելու հնարավորություն պետք է ունենանք, ինչպես ամբողջ աշխարհում է դիցուկ Ռուսաստանի Դաշնությունում եւ որի արդյունքում բազմաթիվ անհարմարություններ կրում են հենց մեր հայրենակիցները։ Այս բոլոր process-ները ընթացքի մեջ են, մենք սկսել ենք ամենամեծ եւ ընդհանրական հարցից եւ ռազմավարության մակարդակում ենք ֆիքսելու, ըստ էության մեր ռազմավարությունը լինելու է ժողովրդագրության, ռազմավարության, տրամաբանական շարունակությունը, որովհետեւ այնտեղ կան արդեն ուրվագծված որոշակի մոտիվներ, եթե շատ ընդհանրական ու կարճ ներկայացնելու լինեմ, ընդհանուր գաղափարը հետեւյալն է՝ որակ, ոչ թե քանակ։ Այսինքն մենք օրինակ որպես դրա դրսևորում, փոքրիկ դրսևորում, հիմա այս նոր իրավակարգավորումը, որի ուժի մեջ կմտնի 26 թվականի նոյեմբերի 1-ից, մի կատեգորիա ենք ներմուծել, դա կոչվում է քվոտավորում։ Այսինքն օրենքում ոչինչ չենք քվոտավորել, բայց օրենքում լիազորող նորմ ենք ստեղծել կառավարության համար եւ կառավարության որոշմամբ մենք հնարավորություն ունենք ցանկացած պահի քվոտավորում իրականացնել, այսպես ասած, սահմանել
ստանալ իմիգրացիոն հոսքերի տարբեր չափորոշիչներով։ Դա կարող է լինել օրինակ ըստ գործունեության ոլորտի։ Օրինակ մենք համարենք, որ այսինչ ոլորտը այլևս հագեցած է տեղացի մասնագետներով կամ մոտակայացի մասնագետներով եւ մեր աշխատաշուկան այլևս կարիքը չունի դրսից աշխատուժ այս ուղղությամբ ներգրավելու ուղղությամբ։ Մենք նման օրինակ կարգավորում ունեինք, որը հիմա դեռ ուժի մեջ է, խոսքը հետեւյալի մասին է, երբ գործատուն դիմում է պետությանը եւ վաղուց այլևս թվայնացված տարբերակով այս կտորով ունենք թվայնացում, որ ուզում է այսինչ թափուր հաստիքը համալրել օտարերկրացի տեխնացուով, մենք այդ թափուր հաստիքի նկարագրությունը ուղարկում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որը ըստ էության շուկայի ուսումնասիրության պրիզմայով մեզ ասում է այո կամ ոչ։ Եթե այո, ապա process-ը շարունակվում է, մենք արդեն դիտարկում ենք ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության գործընկերների հետ հենց տեխնացուին, իսկ եթե ասում է ոչ, այսինքն ուղղակի արգելափակելու լիազորություն չունի այստեղ աշխատանքի նախարարությունը, պարզապես կարող է առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացի տեխնացու, որին դիտարկելու պարտավորություն ունի գործատուն։ Բայց դիտարկելուց հետո այնուամենայնիվ կարող է հիմնավորել, որ գնում է օտարերկրացի տեխնացուին ընտրելու ճանապարհով եւ մենք process-ը շարունակելու ենք։ Բայց քանի որ 2022-ից ի վեր արդեն 4 տարին է մեկնարկել, մենք արձանագրեցինք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից այս տեսակ առարկությունները կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի տեխնացու առաջարկելու դեպքերը խիստ սակավաթիվ են, իսկ այս աշխատանքի համար իրենց տրվում է 15 աշխատանքային օրժամկետ, այսինքն ընդհանուր առմամբ մեր process-ը տևում է 30-ից 40 օր, որի 15 օրը այս տարբերակով անցնում է։ Մենք որոշեցինք օպտիմալացնել այլ մեխանիզմներ կներմուծենք, ինչպես արդեն նշեցի, քվոտավորման տեսքով, ավելի գլոբալ մեխանիզմներով այդ հարցը կլուծենք, իսկ անհատական թափուր հաստիքների հայտարարությունները այլևս չեն ուղարկվի նոյեմբերի 1-ից հետո սոցիալ նախարարություն։ Ես ճիշտ եմ հասկանում, որ կացության իրավունք ձեռք բերելու եւ էլի ինչ որ գործընթացներ ամբողջովին թվայնացվելու են։ Այսինքն մարդը պայմանական ասած Նյու Դելիում նստած կարող է այդ ամեն ինչը լրացնել, դրանից հետո արդեն պատասխանը ստանալու դեպքում այստեղ կարող է շփոթություն առաջանալ, Նյու Դելիում նստած անձը կարող է դիմել, բայց խոսքը, այսինքն այն կացությունը, այն թույլտվությունը, որ են կտրվի Հայաստանի Հանրապետությունում որոշակի գործունեություն ծավալելու մասին է։ Մենք չունենք e-residency գաղափար, որ Նյու Դելիում նստած անձը, որը օտարերկրացի է, ձեռք բերի կացության իրավունք չգա Հայաստան, բայց այդ կացությունը օգտագործի, դիցուկ աշխատի Հայաստանի Հանրապետության համար։ Մենք այդ ուղղությամբ մտածում ենք, բայց այնքան ինքնավստահ չենք մյուս կացությունների մասով, որ արդեն անցնենք մեկ մակարդակային կողմ, բայց շատ արագ ուրեմն իմ կանխատեսմամբ առաջիկա 1-2 տարիների ընթացքում այդ կատեգորիան էլ ուրեմն կդիտարկենք, բայց այո, ճիշտ եք ասում, մենք այս պահին ունենք թվայնացված միայն աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման process-ը, իսկ նոր կարգավորումով արդեն բոլոր հիմքերը կլինեն, որովհետև Հայաստանի Հանրապետություն ոչ միայն աշխատանքով է հնարավոր կացություն ձեռք բերել, այլ նաև ուսման հիմքով, ձեռներեցության հիմքով, ազգությամբ հայ լինելու հիմքով կամ ամուսնացած լինելու հիմքով Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմունքներով բնակվող անձի հետ։ Ես միգուցե հարցս մի քիչ նենք հնչի, հա, բայց ես նենք մարդ չեմ, էլի։ Հիմա ես կարող եմ եզրակացնել կամ ենթադրել ավելի ճիշտ, որ այս գործընթացը, որը սկսվել է թվայնացում եւ այլն, այսինքն անձերի միջև մաքսիմալ նվազեցումն է շփումը, նաև կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման խնդիրը։ Սա էլ է լավ հարց, նենք չէ ամենևին, այո, մենք օբյեկտիվորեն ունենք այդ հեռանկարային նպատակը, որ պետք է առհասարակ ծառայությունների մատուցումը տեղափոխենք էլեկտրոնային տիրույթ, նվազեցնելով մարդկային շփումը այստեղ, չնայած որ կոռուպցիոն ռիսկերը այստեղ նվազեցնելը կարևոր կողմնակի էֆեկտ է, բայց ամենակարևորը չէ, մենք այստեղ շատ ավելի կարևոր նպատակներ ենք դրել, դա իսկապես կողմնակի էֆեկտի տարբերակով է գալու։ Կարևոր դիտարկումը հետևյալն է, որքան էլ որ թվայնացնենք process-ները, մենք նման օրինակ փորձառությունը արդեն հողի վրա ունենք հունվարի 1-ից նեղություն քաղաքացիության դիմումների հետ կապված։ Միևնույնն է, այս երկու process-ներում կացության կարգավիճակի տրամադրում եւ քաղաքացիության տրամադրում։ Մեր սկզբունքային դիրքորոշումը հետեւյալն է. մենք պետք է հրավիրենք
օտայեկրացուն, մեր տիրույթ ֆիզիկապես եւ համոզվենք, որ այն բոլոր փաստաթղթերը, որոնք վերբեռնվել են համակարգ եւ դրանց հիման վրա արդեն հեսա որոշում ենք կայացնելու, դրանք բնօրինակ են, գոյություն ունեն, կեղծված չեն եւ անձին ֆիզիկապես պետք է նույնացնենք։ Այսինքն ինչքան էլ թվային լինի process-ը, մեկ անգամյա հանդիպում կարճ եւ որոշակի ուսումնասիրական փուլ նախատեսված է ինչպես օտայեկրացիների մասով, այնպես էլ քաղաքացիության դիմումների համատեքստում։ Տեսեք, թե կացության եւ թե քաղաքացիություն ստանալու համար որոշակի առավելություններ գործող կարգավորումներում առավելություն է տրվում ազգության փայլի աշխարհի որ ծայրից էլ լինեն, այդ առավելությունը պահպանվելու է թե ոչ։ Առավելությունը պահպանվելու է միայն այն բանի բերումով, որ ազգության փայը առանձին հիմք է կացության կարգավիճակ ստանալու համար։ Այսինքն ազգության փայ չլինելու պարագայում ամեն ցանկացող չի կարող Հայաստանում կացություն ձեռք բերել։ Մենք նման օրինակ հարցումներ հաճախ ունենում ենք, ինչպես կարող եմ կացություն ձեռք բերել, ասում ենք, բարի, որպեսզի պատասխանենք ձեր հարցին, պետք է իմանանք ինչով եք ցանկանում զբաղվել Հայաստանում։ Աշխատում եք, սովորում եք, գուցե ձեռներեց եք, գուցե ամուսնացած եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ, պարզում է ոչինչ։ Այդ պարագայում չկան հիմքեր Հայաստանում կացություն ձեռք բերելու, բայց եթե ազգության փայ եք, դա միայն բավարար է կացություն ձեռք բերելու համար, միայն մի տարբերությամբ, եթե ներկայիս իրավակարգավորումը թույլ է տալիս ազգության փայ լինելու հիմքով 10 տարվա ժամկետով հատուկ անձնագիր ձեռք բերելու հատուկ կացության կարգավիճակ ենք դրան անվանում, մենք սա հանել ենք արդեն նոր իրավակարգավորումով, այստեղ մի շարք պատճառներ կան եւ սա ընդհանուր էլի մեր ռազմավարությունը մշակելու համատեքստում է, որ մենք որոշակի դեֆորմացիաներ ուղում ենք, որովհետև նույնիսկ փաստաթուղթը հատուկ կացության կարգավիճակի ինքը անձնագրի տեսք ունի եւ շատ հաճախ նույնիսկ երկրորդ կողմը չի իդենտիֆիկացնում, որ սա, այսինքն հատուկ դաշտը պետք է կարդա հասկանալու համար սա կացություն է, թե սա անձնագիր է։ Մենք սա արդար չենք համարում, որովհետև սա նման է իրավիճակի, երբ ազգությամբ հայերի մի կատեգորիա ապրում բնակվում է Հայաստանում երկարաժամկետ 10 տարով դիցուկ, օգտվում է բոլոր իրավունքներից, որովհետև օտայեկրացու եւ քաղաքացու իրավունքները մեծ մասամբ համընկնում են, ընտրելու իրավունքն է, հողի սեփականության իրավունքն է, որոշակիորեն սահմանափակված, բայց խուսափում է պարտավորություններից, դիցուկ զինապարտության պարտավորությունից։ Եվ սա իրականում դեֆորմացիա է, մենք բազմաթիվ պետությունների փորձ ենք ուսումնասիրել, այստեղ իհարկե որոշակի իրավիճակներ ունենք մեր սփյուռքյան իրականության հետ պայմանավորված, այսինքն սա մի միջանկյալ կարգավիճակ է մեր սփյուռքի համար Հայաստանի հետ որոշակի կապ պահպանելու իմաստով։ Մենք առանձին մտածում ենք այդ կապի պահպանումը ինչ ձևաչափով շարունակել, բայց ոչ հատուկ կացության կարգավիճակով։ Սա է։ Լավ, հատուկ կացությունը անցավ, ասենք, կենսաչափական ինչ-որ բիոմետրիկ անձնագիր տվեցինք, քարտ, հա, տվեցինք, դրանց ինչ է փոխվում։ Եթե ձեր ասած ինքը զինապարտության հետ կապված խնդիր ունենք, շարունակելու այդ խնդիրը ունենալ։ Չէ, հարցը փաստաթուղթը չէ, հարցը ժամկետն է, 10 տարով չէ այլևս եւ հատուկ չէ այլևս, մշտական է, ճիշտ այնպես ինչպես ձեռներեցն է ստանում, մշտական կացության կարգավիճակ եւ 5 տարով է։ Սա է տարբերությունը։ Հիմա տեսեք, երբ մենք խոսում ենք միգրացիայի մասին, վերջին շրջանում մենք ավելի շատ բախվում ենք նոր իրականության համար մեր դեպքում, որովհետև սովորաբար եթե այսպես ընդունված բառով ասենք, այդ մենք ենք գնում խոպան։ Այո։ Հիմա Հայաստանն է վերածվել խոպանի, այսինքն մենք աշխատանքային միգրանտների հետ գործում ենք հիմնականում հարավային երկրներից չասեմ անուններով, ըստ էության այնքան են բողոքել բոլորս գիտենք, հա, ումից են բողոքում, այդ իմաստով մենք մի քիչ տարօրինակ ժողովուրդ ենք, էլի մենք, հա, մենք կգնանք Բրյուսելում աշխատելու, բայց չգիտեմ, Հնդկաստանից չենք բայց անպայման Բրյուսելցի ենք ուզում տեսնել մեր փողոցներում։ Հա, բայց չգիտեմ, բա ինչի են եկել։ Հիմա ես նաև ճիշտ եմ հասկանում, որ այս միգրացիոն հոսքը կառավարելի դարձնելու մասին է այս ամեն ինչը։ Այնպես չէ, որ հիմա կառավարելի է եւ մենք
Այսինքն տեսեք կառավարելի լինել իսկապես հիմա վիճահարույցը միայն եթե դուք հաջորդիվ ինձ հնչեցնեք անկանոն եւ անօրինական միգրանտների թիվը Հայաստանում միանգամից ուրեմն ես կհանձնվեմ, որովհետեւ իսկապես այդ թիվը անթույլատրելի մեծ է, բայց այս իրավակարգավորումը սուտ կլինի, եթե ես նշեմ, որ այդ հարցը լուծելու է։ Չնայած մենք ունենք այսպիսի մի իրավիճակ, որին պետք է ըմբռնումով մոտենալ, որ դեռ կարգավորում ուժի մեջ չի մտել օրենքը, բայց մենք այստեղ արդեն ունենք զուգահեռ մի նոր իրողություն, որովհետև միգրացիան այդպես է։ Միգրացիան վերջին շրջանում իսկապես տարեց տարի բավականին մեծ փոփոխությունների է ենթարկվում եւ այդ միտումները իրենց հետ բերում են մարտահրավերներ։ Հիմա մենք զուգահեռ աշխատում ենք նաեւ մի նոր ուղղությամբ, որով լեգալիզացնելու ենք այն բոլոր անօրինական միգրանտների կարգավիճակը, որոնց ծավալած գործունեությունը մեզ համար նորմալ է։ Այսինքն մենք համարում ենք, որ մենք որպես պետություն իրենց համար հարմար էկոմիջավայր չենք ստեղծել, որպիսի հայտնվեն պետության տեսադաշտում եւ դառնան կանոնավոր հարկ վճարող։ Խոսքը ակնհայտորեն այո, աշխատանքային գործունեություն ծավալող Հնդկաստանի քաղաքացիների մասին է, որոնց հաճախ տեսնում ենք որպես վարորդ մոպեդով կամ տաքսի ծառայությունով հազվադեպ, բայց տեսնում ենք առաքիչ, առավել հաճախ ոտքով, այլ փոխադրամիջոցներով։ Հիմա մենք այդ փոխադրամիջոցները վարելու իրավունքի դաշտն ենք ուսումնասիրում, որից հետո մենք կներմուծենք նոր հիմք կացության կարգավիճակների ուրեմն դաշտում, որտեղ որ այս ինքնազբաղված լինելու մոդելը կլեգալիզացնենք եւ ուրեմն այս ամբողջ հոսքը, որը հիմա անօրինական միգրանտի կարգավիճակում է, բռնվում է որպես այդպեսին, վճարում է իր տուգանքը, շարունակում է իր գործունեությունը, երկրորդ անգամ է բռնվում, վճարում է ավելին եւ շարունակում է իր գործունեությունը, որոշում է լքել երկիրը, վճարում է նաեւ սահմանին, լքում է 1 տարով մուտքը փակվում է, վատագույն դեպքում հետո նորից նույն շղթան։ Մենք այս կտորն է ավելի շատ, որ ավելի կառավարելի է դարձնելու հոսքերը եւ այո մենք իհարկե եւ քվոտավորումը եւս դրա մասին է գնում ենք այդ ճանապարհով մենք պետք է սովորենք եւ ուրվագծենք այն մոդելը, որը ցանկանում ենք տեսնել Հայաստանում միգրացիոն պատկերի իմաստով եւ իհարկե կյանքի կոչենք այն։ Երկու հարց կա աշխատանքային միգրացիայի հետ կապված, հիմա հերթով ճիշտ է, բանցիկ խոսեցիք դրանցից մեկի մասին, գործող կարգավորումներով, այսպես է, եթե ընկերություն Հայաստանում գործունեություն ծավալող որոշել է, որ պիտի օտարերկրացի վերցնի, չէ, ինքը ասում է, ես օտարերկրացի եմ ուզում, բայց եթե կա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը նույնպես հավակնում է այդ աշխատանքին, այդ հայցը մերժվում էր։ Հիմա ես ոնց հասկացա, դա դուրս է գալիս, ճիշտ է։ Չի մերժվում, հիմա էլ չի մերժվում, ինչեւ նոր իրավակարգավորումը կգա։ Հա, բարձրապես մենք գործատուին առաջարկում ենք, ասում ենք գուցե դիտարկես այս տեխնացուին, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Գործատուն իրավունք ունի մերժել մեր կամ ֆորմալ օրինակ կա նշում է, որ հրավիրել եմ հարցազրույցի, բայց այդուհանդերձ չեմ հավանել։ Մենք թույլ ենք տալիս, ոչ ինքը վերցնում է այնուամենայնիվ իր օտարերկրացի տեխնացուին։ Հիմա այս դեպքում էժան աշխատուժի խնդիր է առաջանում, որտեղ ցանկացած զարգացած երկրում այդ դժգոհությունը կա ներքին։ Այս դեպքում մենք ունիկալ չենք, էլի, որ այ տեղացիներին այս գործը չի առաջարկվում, որովհետև այնտեղից էժան աշխատուժ է գալիս, հա, որոնք հա սևագործ բանվորություն են անում իմիջայլոց հիմնականում, բայց այ եթե այդ հոսքը փակվեր, միգուցե գներն էլ կփոխվեին ու արդեն տեղացիները կկարողանային ժամանակավոր աշխատանք ունենալ թեկուզ, հիմա այդ աշխատուժի այդ հնարավորությունը փակում։ Ես այստեղ շատ շերտեր չեմ բացահայտի, որովհետև սա իմ մասնագիտական ոլորտը չէ, ըստ էության այս հարցը պետք է ուղղել աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության մեր գործընկերներին, միայն կվկայակոչեմ պատկերը, եթե մենք թղթի վրա դնում ենք եւ համեմատում ենք աշխատանք փնտրողների ծավալները եւ կառուցվածքը եւ դիցուկ թափուր աշխատատեղերի, ընդ որում այս թափուր աշխատատեղերը միշտ չի որ հնարավոր է այդպես ընդհանուր պատկերը դուրս բերել, դրանք ծրված են տարբեր աղբյուրներում, բայց տարբեր մասնագիտական շփումների ժամանակ գործատուների պերմանենտ
կարիքը չբավարարած լինելու իրավիճակը, որ տարիներ շարունակ արկա է, ընդ որում տարբեր շերտերով։ Խոսքը միայն ձեր նշած սևագործ աշխատանքի մասին չէ, ծառայությունների ոլորտի մասին չէ, շինարարության ոլորտի մասին չէ։ Մենք բոլոր շերտերում ունենք այս խնդիրը։ Մի կողմից հավասար բողոք է գնում, որ չկան որակավորված եւ ռելևանտ չկա աշխատուժ, մյուս կողմից կան աշխատանք փնտրողներ։ Այսինքն այստեղ ակնհայտորեն աշխատանք կա տանելու, այս երկու կատեգորիաները իրար համապատասխանեցնելու ուղղությամբ եւ այս հոսքը, որ մենք տեսնում ենք մեր այս իրավիճակի պայմաններում դրսից է գալիս ու ծածկվում արկա պահանջարկի մի կտորը, գուցե օրգանիկ է։ Սա աշխատանքի մասնագետները կներկայացնեն, բայց գուցե մեր աշխատանք փնտրողները դա չեն փնտրում։ Գուցե չէ, դա տեսեք, դա շատ բնական process է, այսինքն այստեղ մենք այո հիմա որոշակի արհեստական գործիքակազմեր առնվազն մեզ ապահովագրել ենք, որ ունենանք եւ միջամտենք, բայց մենք պետք է հաշվի նստենք նաեւ եղած իրողությունների, այդ միտումների եւ այդ օրգանիկ ձևով դասավորումների հետ։ Դրանք այո որոշումներ կայացնելու հիմք են մեզ համար, մենք մեր մասով միգրացիան կառավարելու մասով կայացնում ենք այդ որոշումները, տեսեք, մենք աշխատաշուկան պաշտպանում էինք 3 տարի շարունակ այդ գործիքով, փորձը ցույց տվեց, որ չզարմանաք, միանիշ թիվ է այն թիվը, երբ որ մենք կարողացել ենք գործատուին 3 տարվա ընթացքում համոզել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի տեխնացուն ավելի ռելևանտ է։ Միանիշ թիվ է դա, 1 տասնյակի չի հասնում։ Այսինքն 7-8 դեպք մոտավորապես հասկանալի։ Եվս մի թեմա կա, էլի միգրացիայի հետ կապված է, ճիշտ է, չարաշահում են անգամ դեռ շահարկում էլ չի, էլի, որ այ ես էս ինչին տեսա, ինքը ադրբեջանցի է, ինքը մեր մոտ տաքսի է վարում, ճիշտ է, հետո պարզվում է, որ դա 2-3 տարվա առաջվա նկարանում է եղել, հետո ավելի նաև պարզվում է, որ ընդհանրապես Ադրբեջանի հետ այդ մարդը կապ չունի, ասենք, եթե մարդը մի քիչ գոնե խորհրդային միությունում ապրել է, ասենք, գոնե մոտավորապես կարող է տարանջատել, կենտրոնական Ասիայի անազգանունները ինչով են տարբերվում, ասենք, հարավային Կովկասի կամ հյուսիսային Կովկասի անազգանուններից, եւ այլն, բայց հիմա այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկը միգրացիոն հոսքը, որը բնականաբար դուք չունեք այդ գործիքակազմը, դուք չեք կարող ստուգել մարդկանց եւ այլն, որ պահից սկսած է ազգային անվտանգության ծառայությունը միանում այդ process-ին։ Ազգային անվտանգության ծառայությունը process-ի մեջ է յուրաքանչյուր անհատական դեպքով։ Մենք չունենք մի իրավիճակ, դիցուկ օտարերկրացին մտավ Հայաստան որպես ապաստան հայցող, կամ կացության կարգավիճակ է ուզում, կամ վիզա, կամ քաղաքացիություն, բոլոր իրավիճակներում մենք որ նշում ենք, որ այստեղ ձեր դիմումը քննվում է, գործ ենք վարում, իմիջիալոց օրինակ քաղաքացիության գործերի համար 90 աշխատանքային օրեժամկետ է, իսկ դադարի համար 6 ամիս, այսինքն մենք բավականաչափ հարմար ժամկետներ ենք դրել միջգերատեսչական անհրաժեշտ հետազոտությունները անելու համար։ Այստեղ քրեական ոստիկանությունը դեր ունի, Ինտերպոլը դեր ունի, բոլորը իրենց մասով պրոֆիլավորում են տեխնացուին եւ տալիս են կարծիք, իհարկե ոլորտի լիազոր մարմինը միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունն է եւ այս բոլոր կարծիքները վերջում հաշվի առնելով մենք գրում ենք եզրակացություն կամ որոշում։ Բայց ազգային անվտանգության ծառայությունը յուրաքանչյուր անհատական մուտքի պարագայում իր դերակատարումը ունենում է եւ դուք ճիշտ հողում արեցիք, այսինքն տեսեք ինձ հիմա շատ թրենդային չեմ ուզում թվալ անպայման օգտագործելով հիբրիդային սպառնալիքներ եւ այլն, կամ մեդիա գրագիտություն տերմինները, բայց այստեղ ավելի շատ հանրային ընկալումների խնդիրն է, քան իրավակարգավորումների։ Ես ինքս եմ իմ խոսքում նշում, որ մենք միգրացիան կառավարելու դիմակային ինստիտուտները կայացնելու փուլում ենք, բայց միևնույնն է մենք նման օրինակ սպառնալիքներ չենք արձանագրել։ Մենք ազգային անվտանգության սպառնալիքներ չենք արձանագրել կարողությունների պակաս լինելու պատճառով։ Ես հավաստիացնում եմ, որ այդ մտահոգությունները պատշաճ հասցեագրվում են ժամանակին եւ որպես կանոն, երբ որ նման օրինակ բովանդակություն հայտնվում է սոցիալական մեդիայում, դա ավելի շատ մանիպուլյացիա է, քան ռեալ խնդիր։ Այս մանդերս հիմա տեսեք, քանի որ խոսք գնաց Հնդկաստանից, մենք ունենք նաև իմիգրանտներ, օրինակ Պակիստանից, որի հետ մենք հարաբերություններ չունենք ըստ էության։ Այդ ոնց է ստուգվում այդ մարդու եղած չեղածը։
Հարգելի Լևոն, շատ ակտուալ էր այդ խոսակցությունը դեռ 2022-23 թվականներին, երբ նոր էր ակտիվանում իմիգրացիոն հոսքը Հնդկաստանից եւ մենք շատ օֆիցիալ խոսույցներում հաճախ ունենում էինք, ընդ որում, եթե չեմ սխալվում, մեկ անգամ նույնիսկ կառավարությունում բանախոսներից մեկը նման կարծիք հնչեցրեց, որ պետք է դեմն առնենք կամ պետք է կանխարգելենք կամ պետք է ուշադիր լինենք Հնդկաստանի, Պակիստանի քաղաքացիներ։ Դա օֆիցիալ վիճակագրություն է, որը մենք վարում ենք իդեմս սահմանապազորքերի եւ ունենք սահմանների էլեկտրոնային կառավարման գործիք, որտեղ որ արձանագրվում են բոլոր մուտքերը ըստ քաղաքացիության երկրի եւ այլն։ Մենք մինչեւ հիմա չենք ունեցել որևէ տարի, երբ Պակիստանի քաղաքացի հանդիսացող անձի մուտք ենք արձանագրել դեպի Հայաստանի Հանրապետություն, որը գերազանցում է կրկին 10։ Այսինքն սրանք էլի հանրային ընկալումների եւ մանիպուլյացիաների դաշտում են եւ էլի կրկնեմ, որ եթե մուտքը տեղի ունեցել այնուամենայնիվ, ապա անցել է ազգային անվտանգության ծառայության պրիզմայով։ Պետք չէ այդքան տրիվիալ դատողություններ անել, որ չունենք հարաբերություն, չպետք է լինի որևէ եզակի քաղաքացի մեր փողոցներում։ Սա միգրացիոն փորձառության պակասից է, սա որպես ընդունող հասարակություն մեր փակ ընկալումներից է։ Մենք պետք է նաեւ աշխատենք հանրային ընկալումների ուղղությամբ։ Ընդ որում զուգահեռ, ինչպես էմիգրացիոն հոսքերի ուղղությամբ, ինչու ենք գնում մենք, ուր ենք գնում, ինչ նպատակով են գնում, լեգալ են գնում, թե ոչ, ինչպիսին են ռիսկերը, այնպես էլ էմիգրացիոն հոսքերի ուղղությամբ, իսկ ինչպիսի ընդունող հասարակություն ենք մենք։ Եվ այսպես որպես ամփոփում, արդյոք կարելի է եզրակացնել, որ այս փոփոխությունները որոշակիորեն կապված են նաև Եվրամիության հետ մեր բանակցային գործընթացով կապված վիզաների ազատականացման հետ եւ բացի նրանից, որ մենք մեր խնդիրներն ենք լուծում, նաև լուծում ենք խնդիրներ, որոնք կապված են այդ բանակցային փաթեթի հետ, որովհետեւ մենք պիտի ամեն ինչ անենք, որ Հայաստանը չդառնա թռիչքահարթակ, այսպես ասեմ։ Դե տեսեք, մենք գործողությունների ծրագիրը ստացել ենք նոյեմբերի 5-ին նախանցյալ տարի, ներողություն 24 թվականին եւ ներողություն 24 թվականի սեպտեմբերին սկսել ենք երկխոսությունը եւ 25 թվականի նոյեմբերի 5-ին ստացել ենք գործողությունների ծրագիրը։ Այս օրենքը, որը ընդունվեց դեկտեմբերի 20-ին, ներողություն հունվարի 20-ին, այս տարի ընդունվել, երկրորդ ընթերցումը անցել եւ ուժի մեջ է մտնելու, ինչպես արդեն նշել եմ նոյեմբերից, չէր կարող նոյեմբերի 5-ից հետո նախաձեռնված լինել։ Ակնհայտ է, չէ՞, որ շատ խորը եւ երկար նախապատրաստական փուլ է եղել։ Իսկ մենք չգիտեինք ինչ է գրված լինելու գործողությունների ծրագրում, բայց սա այն մասին է, որ այո, համ գործողությունների ծրագիրն է կայուն եւ լավ զարգացած միգրացիոն համակարգ ունենալու մասին եւ մեր հանձնառությունն, այսինքն այստեղ համընկնում են մեր նպատակները եւ երկարաժամկետ հեռանկարները։ Այն ճանապարհային քարտեզը, որ ինքնայս մեզ համար գծել էինք եւ անցնում ենք, ամբողջ ծավալով գրեթե նկարագրված է գործողությունների ծրագրում։ Կարող ենք համարել, որ նաեւ գործողությունների ծրագրի որոշակի հենանիշներ ենք հասցեագրում այս օրենքի ընդունմամբ եւ դա համապատասխանի իրականությանը։ Կհամարենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։ Լավն է։ Շատ 3 վայրկյան 4 վայրկյան ուղղակի